Միացյալ Նահանգներն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ուղղակի բանակցություններ կվարի Թեհրանի հետ երկուշաբթի երեկոյան Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով բանակցությունները կմեկնարկեն շաբաթ օրը եւ կանցկացվեն բարձր մակարդակով։ Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ բանակցությունները կայանալու են Օմանում։ Դրանց ընթացքում իրանական պատվիրակությունը կղեկավարի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։ Ուկրաինան պահանջել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել, որի օրակարգում պետք է լինի Կրիվոյ Ռոգ քաղաքի ռուսական հրթիռակոծության հարցը։ Երկրի արևելքում գտնվող արդյունաբերական այս քաղաքի բնակելի թաղամասերից մեկին ապրիլի 4-ին հասցված հարվածի հետևանքով 20 մարդ էր զոհվել, այդ թվում 9 անչափահաս։ Ուկրաինան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստ եւ ԵԱՀԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել ուշադրություն հրավիրելու ռուսական հանցագործությունների վրա։ X-ում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Հարավային Կորեայում հունիսի 3-ին արտահերթ նախագահական ընտրություններ կայանան, այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը, նշելով, որ մինչ այդ երկրի ղեկավարի լիազորությունները փոխանցվելու են վարչապետին։ Արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը ծագեց Հարավային Կորեայի սահմանադրական դատարանի ապրիլի 4-ի վճռից հետո, որով պաշտոնակարվեց նախագահ Յուն Սոկ Յոլը։ Հարավային Կորեայի նախագահը պաշտոնից հեռացվել է 2024-ի դեկտեմբերին երկրի տարածքում ռազմական դրություն մտցնելու փորձի համար։ Դատավորների համոզմամբ դա ռազմական հեղաշրջման փորձ էր։